մեզ մոտ այսօր Հայաստանում մեկնարկել է պաշտոնապես, իհարկե վաղուց էր մեկնարկել, հիմա պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, պատուհանի տակով, ով ասես, ինչ ուժ ասես, եկան, ինչ ասես բղավեցին, ինչ կոչեր, ինչ խոստումներ, մի խոսքով տեղատարապ էր, պակասը չունեին խոստումների եւ այսօրվանից դա ավելի ու ավելի շեշտակի է դառնալու մարդիկ հունիսի 7-ին ընթരാճ կատարելու են շատ կարևոր ընտրություն, իրանք հասկանալու են եւ ընտրելու, թե որ ուղղությամբ է շարժվելու այս մի բուր երկիրը, ուր ենք մենք գնում, ինչ ենք մենք ուզում, ինչ փորձությունների մեջով ենք փորձելու անցնել, մի խոսքով զրուցելու ենք միասին այդ ուղղությամբ, շատ են կուսակցություններ են կեներ, շատ են եւ այս մի բուր երկրում այսքան կուսակցություն չպիտի լիներ, բայց մյուս կողմից այսօր օրինակ պատուհանից նայում եմ Ամիրյանի վրայով սպիտակ կեպիներով, գլխակներով ինչ որ ուժ անցնում, երբեք չի լսել այդ ուժի մասին։ Ռեֆորմնիստներ ոնց որ, հա, բան։ Okay, հետո գնացին Արամ Սարգսյանի կուսակցությունը, ոնց է կոչում, Հանրապետություն, չէ՞։ Նա իրանք եկան էլի գորալով բանով գնացին։ Հետո ելում եմ այսօր տեսել։ Մի խոսքով տարբեր ուժեր, ոչ մեկին դեմ եմ, բոլորին դեմ եմ, մի հատ տենց ուժ կա, իրանք էլ անցան եւ այլն։ Մյուս կողմից ընկերներ, իհարկե Հայաստանի համար դա շատ է, բայց մյուս կողմից դա ազատության ձևաչափ է։ Եթե այդ ուժերը կաշառք չեն տալիս, եթե այդ ուժերը սպառնալիքներ չեն հնչեցնում, եթե այդ ուժերը չեն ասում սրան պիտի խփենք, նրան պիտի խփենք, բառացիորեն մարդասպանության կոչեր չեն անում, աթոլին են։ Ժողովրդավարությունը տենց բան է։ Ուրիշա լրիվ ուրիշ է, որ չար ուժերը իրանց արյունոտ կեղտոտ ձեռքերով դրսերում միլիարդներ կուտակած փորձում են գողանալ ընտրությունը եւ այդ իրանց թայֆայական ձևաչափն են փորձում կյանքի կոչել, դա իհարկե բոլորովին ուրիշ պատմություն է։ Ես այսօր հերոստատեսյան եթերում անդրադարձել եմ այդ թայֆայական մտածողության հովանավորին Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև այսօր Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ հարցերով բարձրաստիճան պաշտոնյան այնպիսի արտահայտություններ է իրան թույլ տվել, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հատկապես պիտի հստակ հասկանա, թե մենք ինչ ուժերի հետ գործ ունենք։ Սա Ռաֆայելի տեսակետը չի, սա իշխանության կամ անդիմության կամ այլընտրանքի տեսակետը չի։ Սա Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյայի, ով բազմիցս ասում է, որ ես բան եմ իբր, ինքը հայ ժողովրդի բարեկամն է, Կոնստանտին Զատուրինի մասին է խոսքը, չեմ ուզում հավատալ, որ առանց Կրեմլի դաբրոյի կարող է մարդ բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություններ անել, բայց ունենք այն ինչ ունենք, ասում է հետևյալը, որ եթե հանկարծ այս ընտրություններում հաղթի Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնությունը չպիտի ճանաչի արդյունքները, ոնց է ձեզ համար։ Պիտի ոչ լեգիտիմ հայտարարի ու ասում մենք չենք ճանաչում արդյունքները։ Ոնց է, ինչ եք դուք մտածում, հարգելի ռադիոլսողներ, միասին կարող ենք զրուցել 747 477 3444 եւ այսօր հերոստատեսյան եթերում այս մետրոպոլիայի ցնչող կոչերին ի պատասխան փորձել եմ իմ հարթակներով, ասենց ասած, արձագանքել, որովհետև այն ինչ որ անում է ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ։ Վերնագիրը հետևյալն է. երբ կայսերական մտածողությունը կորցնում է չափի զգացողությունը։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարություն է արել ժամեր առաջ, որ ոչ միայն քաղաքական ցինիզմի հերթական դրսևորումն է, այլ նաև բացահայտ վիրավորանք է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։ Մարդը, ով ներկայացնում է մի երկիր, որտեղ իշխանությունը տասնամյակներով չի փոխվում, որտեղ քաղաքական դաշտը վաղուց վերածվել է վերահսկողության բեմադրության, այսօր համաձայնում է Հայաստանին որևէ մեկնաբանություն ասել։ Ես կլսեմ իհարկե ռադիոլսողներին, առաջին զանգն եմ ընդունում, տեսնեմ ով է միացել։ Բարև ձեզ։ Ով է մեզ միացել։ Hello։
Լսում եք։ Բարև եղբայր։ Բարև ձեզ, ողջույն, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, Ռաֆայել ջան։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Դուք որտեղից եք, ոնց եք։ Լավ եղբայր։ Չլսեցի լավ, ինչ հարցրեցիր, որտեղից։ Ահա, ոնց եք, որտեղից եք, ոնց որ դրսի զանգ եմ ստանում։ Հա, եղբայր, Իտալիայից, ինչպես միշտ։ Իտալիայից, այո, շատ հաճելի է։ Ոնց։ Եթե գիտես ինչ է դա գիտի, որ այս դες հայտարարություններ են անում, Տեգուս Կոնստանտին Զատուրինը։ Ինձ դա գիտի, որ մեր հարևան պետություններից ինչ որ մեկի հանդեպ այդպես արտահայտություններ խիչ են անում, հենց մեր հանդեպ են այդպես արտահայտություններ անում։ Այն օրը ես Մարիա Զախարովային եմ լսում, թե ինչ ձևա հրամայականով այդպես ինչ որ մի ձևով խոսում։ Դե որովհետև մենք ենք շատ ցավ եմ ապրում եղբայր։ Մենք ենք դուրս գալիս իրանց վերահսկողության տակից, մնացածները օրինակ Վրաստանում տեսեք իրանց օլիգարխին դրեցին իշխանության, նույնը ուզում են ստեղ անեն, մենք ընդդիմանում ենք, դրա համար է մուրը մեր վրա են թափում։ Բան չունեմ ասելու, բայց թող իրանց մասն ինչ որ մի հատ կոմենտներ անեն, բայց ինչ որ մի հատ ոչ մի կոմենտ, ոչ մի բան չեն կարող ասել։ Դե հա, այդ Միուժեն մենք ենք այդքան թույլ տվել, որ մեր մասին դες խոսեն։ Դե այդ արդեն չեմ կարող ասել, գիտեմ որ դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա ենք հղել, կանչել ենք դեսպանին ԱԳՆ այսօր բանին կապրկինին բողոքի նոտա են հղել։ Շատ ցավում եմ շատ Ռաֆայել ջան, ցավում եմ շատ որ այդ Դե հա Ձեզ լավ որ հարգելիս, շնորհակալ եմ զանգելու համար Իտալիայի հայությանը Ես ուզամ չելենջի ուժի մեջ է, հարգելի Ռաֆայել։ Բա ոնց իհարկե։ Սպասում ենք Հայաստանում, իհարկե եկեք համեցեք։ Ես ուզամ մի օր կհանդիպենք եղբայր։ Լավ, դուք որտեղ եք, հենց Իտալիա որ կողմեն եք, ես Իտալիա հաճախ եմ լինում, միգուցե կհանդիպենք։ Ես ձեզ գրել էի ձեր մեսենջերի, ուղղակի չեք պատասխանել։ Վայ, եղբայր, իմ մեսենջերում որ տեսնեք ինչա կատարում, Ես տեսա որ դուք եկել եք կնոջը հետ։ Դա ոնց է ասում, գանձի հետ եկել եք, գրեցի չես պատասխանել։ Դե մյուս անգամ ուրեմն մնաց։ Մյուս անգամ, օքեյ, Ռաֆայել ջան։ Լավ որ ձեզ, մերսի։ Ինչ հաճելի ռադիոլսողներ ունենք, չէ՞, մեկը մեկից աշխարհասփյուր։ Դե ժորտ, ասում եմ, ինչ պիտի անենք Զատուրինին։ Заткнулин պիտի անենք Զատուրինին, ինչ պիտի անենք։ Զատուրինը нужно заткнуть։ Ինչ բացատրեմ։ Ու այսօրվա անդրադարձը, որի դեպ հեռարձակվում է, հուսամ համապատասխան մուդը ԱԳՆ-ում կմբռնեն։ Այսինքն մարդը, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ իշխանությունը տասնամյակներով չի փոխվում, որտեղ քաղաքական դաշտը վաղուց վերածվել է վերահսկողության բեմադրության թատրոնի, համարձակվում է քննարկել արդյոք Ռուսաստանը պիտի ճանաչի Հայաստանի ընտրության արդյունքները, եթե հանկարծ Նիկոլը չհաղթի։ Այ քեզ մարազմատիկ մարդ։ Ընդհանրապես ով է Զատուրինը։ Ում տեղն է նա իրան դրել։ Հայաստանի ժողովուրդն է Զատուրինը։ Հայաստանի սահմանադրական դատարանն է Զատուրինը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է Զատուրինը։ Ով է Զատուրինը։ Թե կարծում է, որ հանկարծ Մոսկվան իրավունք ունենա այս ամեն ինչից հետո որոշելու, ինչպես եղել է դարեր շարունակ, հայոց ժողովրդի քվեի լեգիտիմությունը։ Ոչ, ընկերներ, մենք այդ ճանապարհը անցել ենք 250, 60, 70 տարի, չգիտեմ, դուք հաշվեք, մեկը Թուրքմենչայի պայմանագրից է հաշվում, մեկը Գյուլիստանի պայմանագրից է հաշվում, մեկը Երևանի Բերթով գրավելուց են հարյու, ես չգիտեմ, թող այդ պատմաբանները ավելի պրոֆեսիոնալ գնահատականներ տան, բայց կներեք, Մոսկվան դեռևս իրավունք պիտի ունենա Հայաստանի Հանրապետության լեգիտիմությունը հաշվելու, դու գնացեք ձեր լեգիտիմությունը հաշվեք, եղբայր։ Սա արդեն սովորական քաղաքական մեկնաբանություն չէ, սա կայսրական հիվանդ մտածողության արդյունք է, երբ նախկին մետրոպոլիան չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ փոքր պետությունները այլևս իր ենթակայության տակ չեն։ Իրանց ձևերով, իրանց չափերով, իրանց ոնց ասեմ, ապրածով ու չապրածով, իրանց բոլոր սխալներով հանդերձ մետրոպոլիան անջատվել ենք, չկանք, մենք այդ բանի հետ չենք։ Ռադիոլսող եմ ասում ողջույն, հետո շարունակեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Դե տեսնում եք այս վիճակներով։ Շատ։ Արդեն փոքր ժամանակ չեմ անում։ Եթե ձեր ժամանակ եղելա, որ երեխային ասում էինք
մի դու էիր պակաս, դու էլ պարաշուտով եկար, հիմա Զատուլինին մի դու էիր պակաս։ Թե քեզ ով է հրավիրել, կամ քեզ ով է խոսք տվել, դրանից։ Գոհար, բայց ինձ թվում է, այս Կրեմլից ուղակի ռուպորա խոսնակա, ինքը ինքնուրույն sense բաներ չեր ասի։ Երևի ոնց որ ուղարկեն sense մեր ներվերի հետ խաղան, Դե փաստորեն։ Բարերը sense մեծ խաշեն։ Դե փաստորեն։ Չեմ կարողանում հասկանամ, կամ էլ ասենք թե եթե Փաշինյանը ընտրվի, ու դեր ինչ գործով կընտրվի։ Ուզենանք ստեղ են ասել, Հռոմի պապին կբերենք կընտրենք, դուք ինչի համար եք խառնվում, այ մարդկանց։ Դե գիտես ինչ, խառնվելը հələ մի կողմ, որ ինքը իրանք որ բացեբաց մի հատ ուրիշ ուժ կա, այդ ուժին են սփորտանում, այդ արդեն པարզ է, Պուտինը ասեց։ Բայց որ ասում է մենք չենք ճանաչի, եթե հաղթի, այդ արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Դե հետ դա ցավալին, որ արդեն բացեբաց ասում են, որ մենք ենք ուղարկել իրան։ Պիտի ընտրեք, պիտի որ նայած գնացեք ձեր գործերով զբաղվեք, դժվար չէ դիտել։ Այս ժողովրդին չեն թողում մի ձև կողմնորոշվի, մեկի հետ խոսում ես, ասում է, չգիտեմ, ինքը շիզոֆրենիկա իրան չենք ուզում, արա իր շիզոֆրենիկը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ, մարդը երկիրը առաջ է տարել։ Էլ ինչ եք ուզում։ Խոսքի ազատությունն ունեք, YouTube-ը բերեցին, որ փող աշխատեք։ Էլի չեն հանգստանում։ Ճիշտ է որ ասեմ, Անենց եմ նախանձում հիմա Հայաստանում ապրողներին, արդեն ուզում եմ հետ եթամ։ Քրոջս հետ են օր հետ են խոսում, ինքան այմա хорошо там где нас нету, հիմա մերն ա եղել։ Լավ արդեն ամեն անգամ միտեղից դուրս են գալիս, տեղ փչանում է հիմա այնտեղ ավի, արդեն իրոք ցանկություն ունեմ հետ եթամ։ Չգիտեմ, եթե այսքան պատասխանատվություն չունենայի վրաս հիմա արդեն շուտ էի գնացել։ Դե ձեզ սպասում ենք հարգելիս, բարով, օրը գաբարին հետը համեցեք, ձեզ լավ օրենք մաքուր լավ եղեք։ Շատ հոգուլի, շնորհակալություն համենայնպես լավ օր ձեզ։ Ձեզ էլ հարգելիս, ձեզ էլ։ 747-477-3444 մեր ուղիղ եթերի հեռախոսամարն իմ թանկագին ռադիոլսողներ սիրով մասնիկը դարձեք հաղորդման եւ հիմա այս սովորական քաղաքական մեկնաբանություն չի։ Այս պարզից էլ պարզ է։ Զատուլինը ինչքան էլ հռետոր լինի, ԱՊՀ փոխնախագահն եմ, ես իմիջն եմ եւ այլն բան, այդ սա վախացնելու հստակ մեխանիզմ է։ Հստակ մեխանիզմ է։ Սա կայսրական հիվանդ մտածողության արտահոսքն է դիտավորյալ իրականացրած, երբ նախկին մետրոպոլիան չի կարողանում համակերպել այն մտքի հետ, որ այո, փոքր պետությունները իրանց ворթեգրած ուղով են գնում։ Առավել զավեշտալին ընկերներ, դա է որ նման հայտարարությունը անում է ռուս քաղաքական գործիչը մի համակարգի ծնունդ, որտեղ ընտրություն բառը վաղուց դարձել է ձևականություն։ Ռուսաստանում տարիներով նույն դեմքերը հաղթում են, իրանք իրանց հետ կռվում են, իրանք իրանցով հաղթում են, նույն համակարգը անդադար վերարտադրվում է, նույն վարչական մեքենան ապահովում է այդ փոփոխության անխուսափելի արդյունքը։ Իսկ իրական ընդդիմությունը կամ հողի տակ է, կամ բանտում է, կամ արտերկրում է լարել են, ջարդել են, սպանել են, փախել է, կամ էլ ուղղակի հասկանում է, որ հոգով է ինքը ընդդիմություն, որովհետև մի հատ մի բառասի կգան թմբլ պոչիկը համկանեն կտանեն։ Ոնց որ բանին եղավ, եթերում, այդ բան ինչ էր անունը, Նիմցովը։ Էխը Մոսկվայի եթերում խոսած դուրը չեկավ, դուրս եկավ, բա չեչեն, իր համար խարոշի ախպեր, դրեղցրեց, բայց դե գնա քթի ով է ինչա բանը։ Վինիձիկտովի հետ ես տալ առնելիք ունեմ, Ալեքսանդր Վինիձիկտովն է, Էխը Մոսկվի ղեկավարն է։ Պատմում ասում է Պեսկովը, այս բաց ինֆորմացիա է, կարակ դուք ճշտեք։ Այդ բանի օրը, Ուկրաինայի վրա հարձակվելու օրը, փետրվարի 22-23-ն է։ Եթերում ինքը քիչ թե շատ ազատ մեդիա էր։ Համեմատաբար ինքն էլ իր հետ տալ առնելիք ուներ։ Համեմատաբար ազատ մեդիան Էխը Մոսկվին եթերում քննադատում, ասա что вообще с ума посходили, ասма, оборзели что ли։ Ոնց կարելի է, ինչ անշրակում զորքով, զենքով, բանով մտել եք Ուկրաինա, Կիևն եք ռմբակոծում, ցնդվել եք։ Այդ ընթացքում Պեսկովն է զանգում իրան։ Պեսկով ասма, алло, слушаю, բան, Պեսկով կուրսեցի են եղել։ Ասма, всё, ты пропал, он всё слышал, ասում։ Դու կորած ես, ինքը ամեն ինչ լսել է։ Ինքը դուք հասկացեք ով։ Վերին կա արտի բանը։ Վերջ մի քանի ժամում սպեցնազով, մեծնազով փակվում է այդ ռադիոն, ջարդում, փշրում են, փակում են, ինքն էլ չկա, բոմժա, բառացիորեն բոմժ, այսինքն без определенного места жительства։ Մա չեմ ասում հացին կակայ, ասում, բայց չկա։ Ալիքը չկա, մեդիան չկա, տարածքը չկա եւ ինքը չկա։ Գալիս հաստե հյուրախաղերի Ստանիսլավսկիում էր վերջերս եկել էր
բանը անում, ինչ որ sense սեմինարներ անում, այդ մարդը տենց է հիմա փող առնում, հիմա իմ գործը չի ով ոնց է տուն պահում, այդ ես չկա մտա։ Մի խոսքով, ուզում եմ ասեմ, այդ համակարգում ծնված ապրած մարդը Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունն է գնահատում, լսրանց խելքը նայի։ Ռուսաստանում էլի եմ ասում, տարիներով նույն դեմքերով կռիվ տալով, դες բաներ են ասում։ Այ քեզ բան։ Լսենք ռադիոլսողի, այո, ասենք ողջույն, բարև ձեզ։ Բարև ձեզ, Ռաֆայել ջան, ինչպես եք։ Լավ ենք հարգելիս, դուք ինչպես եք։ Լավ ենք, շատ լավ ենք։ Ուզում եմ առաջի հերթին ողջունեմ ձեր հաղորդաշարը։ Ես գինես շատ ենք նայում ձեր հաղորդաշարը եւ ամենաուսուցողական հաղորդաշարների շարքին է դատվում։ Շնորհակալ եմ շատ։ Եվ զանգահարում եմ ես մի երկրից, որի ներկայացի մասին հիմա դուք խոսում եք։ Ահա։ Չեմ ուզում բարձրացնել։ Հասկացա։ Այո, ուզում եմ դիմել առաջի հերթին այդ երկրու բնակվող մեր հայ ժողովրդին, մեր հայրենակիցներին, որպեսզի կատարեն իրենց ճիշտ ընտրությունը, այն ընտրությունը, որի մասին դուք այդքան բարձրացնում եք, միայն ազատ անկախ Հայաստանի մասին։ Գնալ, ընտրել ճիշտ ընտրողին։ Ախր ոնց կարա մարդը չընտրի ազատությունը։ Մարդու պատմության ողջ ընթացքում եղել է կռիվը հանուն ազատության։ Այն քարանձավի, քարի, նեոլիտի մարդը կռվել է հանուն ազատության։ Հիմա մենք մեր ձեռքով կարող է լավ կալբաս են տվե, մի կտորե ասետրինա։ Գնաս ընտրես մի համակարգ, որ քթերիցդ են բերելու այդ ասետրինան։ Եվ ոչ միայն քթից, բայց ամենայն հավանականությամբ քթից։ Եվ այդպես շարունակ։ Բայց ես այդ փողը որ տալիս են, այդքան գաղտնալսվում են, այդքան սպառնալիքները, հետո գալու են ասեն, բայ ապրեք պստիկներ։ Եմ ասում հասկացեք ինչ եք խոսում։ Ազատությունը ընտրեք, ժողովուրդ։ Ես իրավունք չունեմ ասելու ում ընտրել։ Ազատությունը։ Իդեպ մեր հարգելի ռադիոլսող հետ կապը ընդհատվեց, եղբայր նորից փորձեք, դուք եթե մեր մշտական ռադիոլսողն եք կփաստեք, ես երբեք որևէ մեկի վրա հեռախոս չեմ անջատել, գիծը չեմ անջատել, այնպես որ կսպասենք, եթե միտքը ձեր չավարտեցի, կսպասենք հետադարձ զանգից, ես շարունակեմ։ Նորից եմ ասում, էլի Ռուսաստանում տարիներով նույն դեմքերը հաղթում են։ Մի հատ մտածեք, այն օրը մի հատ լավ թողարկում էին նայում։ Ասում Աստված իմ, ընդդիմությունը ռուսական, այդ ճակերտավոր եմ ասում ընդդիմությունը, հեչ մտածել է մեկը, որ այսօրվա ընդդիմությունը, այսինքն LDP-ը Ժիրինովսկին, էլի ճակերտավոր ընդդիմությունը, որ նստած է բան Դումայում իբր։ Զյուգանովը կոմունիստների, Միրոնովը արա եղել են Ելցինի ընդդիմախոսները։ Դու պատկերացնում ես, դարա փոխվե, մարդիկ են փոխվե, բան, այսինքն Ժիրինովսկին, այդ Զյուգանովը եւ Միրոնովը հələ Ելցինի ընդդիմախոսներն էին։ Դարա փոխվե, եղբայր, դարա փոխվե, մի հատ նոր մարդ չկա։ Այն բաններ COVID-ից մի առավ Ժիրինովսկին։ Կեսին տվին սպանին։ Հիմա այդ մարդիկ, ովքեր ընդդիմություն չունեն, բացարձակ չկա ընդդիմություն, մեդիա չկա, ազատ ջարդում սպանում են, ասում եմ մենք չենք ճանաչի լեգիտիմությունը ընտրությունների։ Բա, կարա պարոն Զատուլինը այդ նույն մեկնաբանությունը անի Ռուսաստանում։ Ինքը կարա կասկածի տակ դնի իրենց նախագահի լեգիտիմությունը։ Չի կարա։ Բայց ինքը ասում է իրանց մոտ ժողովրդավարությունը։ Այ հենց էս է ամբողջ պայքարը։ Սուտ պայքարը, որ ասեմ, սուտ պայքարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, ասում է Զատուլինը։ Okay, ես համաձայն եմ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման միտում ունի, եթե նա անկարծ ընտրվի։ Նման դեպքում Ռուսաստանը պարզապես չպետք է ընդունի ընտրության արդյունքները, որովհետև Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության անվերապահ թշնամին է, հայտարարում է Զատուլինը։ Աբարզելի էլի, ցնդվել են այդ մարդիկ, ցնդվել են։ Այսինքն ԱՊՀ-ի փոխնախագահը այդ բանի հանձնաժողովի մի երկրի ղեկավարի, ով որ լավից վատից դեռ կա, ասում է ակնհայտ անվերապահ թշնամին է։ Թշնամու հետ ո՞նց են վարվում, ժողովուրդ ջան, հարց եմ տալի հայ մարդ, քեզ հիմա հարց եմ տալի Լոս Անջելեսում ես, Իտալիայում ես, Մոլեն Ռուժում ես, թե
քանակյարում ես, կապ չունի որտեղ ես։ Հայ մարդ, մի հատ մտածի։ Քո երկրի ղեկավարին բոլոր իր թերություններով, մի խոսքով Ռուսաստանի պես երկիրը ասում է դա անվերապահ թշնամին է։ Թշնամու հետ Ռուսաստանը ո՞նց է վարվում։ Բա երեկվա աուդիո ձայնագրությունները, գաղտնալսումները դրա վառապացույցն է։ Երեք էինք դնում էինք այդ բանն է հրապարակե, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն է հրապարակե, որ ասում է այդպես սենց դա պիտի խփենք։ Բա գնացեք քթեք, բա բացեիբաց հայտարարում են թշնամի է։ Թշնամու հետ Ռուսաստանը այդ երկիրն է, որ իրանց մոտ բարձրաստիճան ղեկավարը երկրի նախագահին, ղեկավարին կամ վարչապետին ասում է անվերապահ թշնամի է, ու իրանք հանդուրժելու են։ Ցնդվել է կարա դուք, ես չեմ հասկանում։ Նոտա են հղե, մի մենոր եկել են բանին, այդ կապիրկինին կանչել են այսօր ԱԳՆ։ Ես հասկանում եմ Հայաստանը չի կարա թշնամի հայտարարի Ռուսաստանին։ Ես դա հասկանում եմ, լրիվ հասկանում եմ, որովհետև Հայաստանը ոչ այդ հալը ունի, ոչ այդ մի խոսքով։ Հայաստանը ասում է ֆու կծել նուժն, հիմա էսի է, մի հատ ֆու կծել չի լինելու։ Գազով, կոնյակով, լարսով, բանով։ Դրա համար մերոնք ժամանակ են շահում, դրա համար են ճանապարհներ բացում, դրա համար են ասում ճանապարհները բաց պիտի լինի, փակ սահման չպիտի լինի, թշնամի չպիտի լինի։ Բա դրա համար են ասում, բա եթե հանգարց էսի ասպա թշնամի է։ Մերոնք ասեն թշնամին դու ես, մենք մուշուվանն ֆլան ֆստանը բան ու վերջացավ։ Չխկլը փակ։ Այն մեր գոհարը քիչ առաջ զանգել էր, ասում է դու էլ պարաշուտով եկալ, երեխա ժամանակ տենց բաներ էինք ասում, չէ, չխկլը բաց, չխկլը փակ։ Այս մեր երկիրը հոպ ու չխկլը փակ է լինում։ Մի հատ ձյուն է գալիս լարսում, ազգովի խառնվում ենք իրար, վայ, բանը չկա, գազ չկա։ Մի շաբաթվա բան եմ ասում, մի շաբաթ առաջ գազ չկար Երևանում, հեղուկ գազը էս որ մեքենաները լիցքավորում են, ռադիոյով, ստեղի ռադիոներից մեկով իմ մոտիկ ընկերոջ ռադիոն է։ Վարորդները ժամ էին խնդրել, զանգում էին իրա ռադիո լայվ սթրիմ ու ասում էին տեցի կրուգի գազալցակայանում գազ կա տվեք, քշեք ընդ մեկը զանգում ասում Անաստասավանում գազ կա, գնացեք, էս է երկիրը, էս վիճակն է, որովհետև սաղ կյանքներս մի կողմից ենք սնուցվել, մի կողմից։ Ու այդ մի կողմը, եթե հանկարծ իր ուզածին չի հասնում, չխկլը փակ, ինչպես քիչ առաջ ասացի։ Բարև ձեզ, ով է միացել։ Hello։ Բարև ձեզ։ Բարի լույս, ո՞նց եք, ցավդ տանեմ։ Լավ եմ հարգելիս, դուք ինչպես եք։ Ոչ, կամաց, հացերն է անհանգստացնում, Ռաֆայել ջան։ Այո, հարգելիս, լսում եմ ձեզ, ուրախ եմ։ Ռաֆայել ջան, ուզում եմ մի հատ փոքր օրինակ բերեմ, բայց չեմ անում տեղին է թե չէ, ուրեմն ես տունը ունեմ մի հատ փոքրիկ շուն, անունն է Լոկիա։ Եթե տունը մի մարդ է գալիս, սկսում է հաչալ, խեղդում է իրանը։ Եթե ուշադրություն ենք դարձնում, չէ, ձայնը չի կտրում։ Իսկ եթե ուշադրություն չենք դարձնում, ձայնը կտրում, սատը կտրում, նստում է։ Հիմա մի գուցե եւ դատուլին շատ ուշադրություն չդարձնենք, եկա էլի ձայնը կկտրա կնստեն, դենց է թվում։ Դրանք խեղդվողի նման ձեռքները կտած փրփուրները, էլ չեն իմանում ինչից բռնել։ Դե ինչ ասեմ, դա էլ է տարբերակ, հարգելիս։ Գուցե, բայց քաղաքականության մեջ անկյունում կանգնել չի լինում։ Սենց բաներ են ասում իլուր աշխարհի, սա լուրջ է, սա մեդիա տերոր է կոչվում, սա պատերազմ է հայտարարած մեդիա տիրույթում ու մենք էլ մեր ձևով պիտի պաշտպանվենք, հնարավոր չի։ Համամիտեմ լրիվ համաձայն եմ, հա, պատասխանը պետք դարձի, բայց ինչքան քիչ կոպիտ ասած շանտեղ դնենք, այնքան լավ կլինի։ Իդեպ լրիվ լավ ալնի։ Հարգելիս, ես շան անվան հետ կապված հետարքիր է, անունը գիտեք որտեղից է սերում, այդ ոնց եք որոշել Լոկի դնել անունը։ Լոկին աղջիկս է դրել, ինչ որ հերոս կա բանի, վատ հերոս կա։ Այո, վատ հերոս չէ, ինքը Լոկին սկանդինավյան դիցաբանության մեջ Հադեսն է, նույն ինքը ոնց որ հունական դիցարանի մեջ Անդրշիրիմյան կյանքի աստվածն է, Լոկին նույն ձև է սկանդինավյան դիցարանում է Անդրշիրիմյան կյանքի աստվածն է։ Դրա ոչ չգիտեմ։ Դե լավ, հարգելիս, լավ որ ձեզ, լավ եղեք։ Մերսի, լավ որ, շատ մի ներվայնացի, լավ ալնելու։ Անպայման, պիտի հավաքվենք նշենք 100%, ես մի րոպե չեմ կասում։ Լավ եղեք, Հայսեր ջան, լավ եղեք։
ցավտանեմ, հաջողություն։ Հաջողություն։ Դե այսպեսի պատումներ ընկերներ, այսպեսի պատումներ։ Իդեպ, հա, այդ սկանդինավյան մի կողմ, մի ժամանակին սկանդինավյան, ընդհանրապես դիցաբանությունը շատ եմ սիրել ու շատ տարվել եմ դիցարանով, ես ընդհանրապես եթե դա չպախարակվեր մեր օրերում, ես հեթանոսություն բան կդավանեի, բայց մի խոսք այդ ուրիշ պատմություն է։ Հիմա լավ, գանք մեր ոչխարներին, ինչպես ասում են։ Հիմա այս մեր ընկերը Զատուրինը վերջը ասում է անվերապահ թշնամի է։ Okay։ Այս շատ վատ է, նոտան բողոք հասկացանք։ Եթե Զատուրինը իսկապես այդքան մտահոգ է ընտրական լեգիտիմությամբ, թող մի նույն համարձակությամբ հայտարարի, որ աշխարհը չպիտի ճանաչի Ռուսաստանի ընտրությունների արդյունքները, քանի դեռ այնտեղ գոյություն չունի իրական մրցակցություն։ Այդ բաց է։ Անկախ ազատ մեդիա, ազատ տպագիր մամուլ, բանավեճ, ազատ բանավեճ։ Դուք կյանքում 30 տարի մարդի իշխանությունն է, բանավեճ տեսած կաք։ Մեզ մոտ օքեյ։ Լավն են, վատն են, սիրում ենք, չենք սիրում, Քոչարյանն էլ մասնակցել բանավեճի 2003 թվականի ամբողջ աշխարհներ նայում Դեմիրճյանի հետ այդ բանը կա։ Էլի սարկածեր, սարկածչեր, այդ ուրիշ մարդիկ բանավիճել են, փաստա։ Փաշինյանի օրոք ընդհանրապես հմեկը դարձել էր տրիբունա։ Էլ Ծառուկյանը եկել էր բանավեճին, որ ասում էր ես քո կլասիկ ցավը տանեմ։ Հիշում եք այդ կադրերը։ Տես ման կյանքում տեսել եք, բանավեճ կա, դա կոչվում է ազատ մեդիա։ Ազատ մեդիա։ Ինչը ամենակարևոր բաներից մեկն է այս մեր իրականության մեջ, մանավանդ ընտրապայքարի մեջ։ Ու այդ մարդը այդ ամենը չի նկատում իր մոտ, այն Տերեշկովան, այն որ կոսմոնավտը, հարգանք պատիվ, առաջին первая женщина կոսմոնավտ, հասկացանք, հարգում ենք, պատմում ենք, սիրում ենք, մալադեց, կլասիկ ցավը տանեմ։ Բայց դուրս եկավ Դումայի ամբիոնի մոտ, հայտարարեց, որ надо аннулировать итоги выборов, չէ՞։ Պետք է, итоги выборов, срок президентства։ Պիտի զրոյացնենք, չեղարկենք նախագահի ժամկետը, նախագահության, որ նորից կարանա զրոյից սկսի, որտեղ սահմանադրությունն է փոխվել։ Այդ անելու բանը։ Ու ամենակամեդին Պուտինը դեով անցնում էր։ Անցնում էր։ Լսելա իբր այդ դոկումենտալ նկարածը սա։ Լսելա որ Տերեշկովան տես բանը ասելա վայ գնում եմ Դումա։ Ու եկավ Դումա։ Ու այդ օրը բոլոր падգամավորները, որոնք մեծ մասը միշտ բացակայ է, բոլորը ներկա էին։ Էս ինչ է, Ռոջան, մի հատ ինձ բացատրեք, էս ինչ մոլեն ռուժա։ Էսա։ Հիմա եկել են մեր ընդդիմությանը, մեր իշխանությանը, մեր մեդիային բան ասում։ Փաշինյանը երեք ասուլիս է տալի, ասում մենք եթերով տալիս ենք։ Դիմացը 20 հատ միկրոֆոնա դրած, 17-ը ընդդիմության միկրոֆոնն է։ Ու մեզ որևէ գնահատական է տալի, դեմոկրատիա չի, դա չենք ճանաչի ընտրությունները լեգիտիմ չի, էս չի, այն չի։ 17 մեդիա է աշխատում մենակ այդ բանի ժամանակ, ընդհանուր հաշվել են 40-ից ավել է իշխանության դեմ։ Դե մեր ժողովների ժամանակ է TV, այս հարցը շատ հստակ դրած է, շատ հստակ։ Սեփական ընկերների հետ ենք այս թեմայի շուրջ խոսել, բոլորի հետ խոսում ենք, որ փոխվել է դարը ինչով։ Ընդդիմությունը, որոնք միլիարդատերեր են մեծ մասը, շատ կայացած մարդիկ են, իրանք էլ կարիք չունեն, առաջվա պես չի, որ պիտի TV-ին վճարեիր, որ խոսայր եւ ընդդիմության լծակները կարայր փագեիր։ Իրանք այդ փողը, որ պիտի տան մեդիաներին իրանց քաղաքական գովազդները անելու համար, իրանք այդ փողով իրանց սեփական մեդիան բացել են ու ուղեղը լվում են ժողովրդի։ Հիմա չկա այդ այդպես մեծ հաշվով։ Կամ էլ շատ են սովասարավ են, որ ոչ մեդիա ունեն, ոչ փող ունեն, կարող է մի կես ժամ առնեն որևէ մեդիայից, գնան նստեն, ասեն ես էլ եմ ասատրինա։ Բայց այդտենց չի լինելու։ Հիմա փոխվել է, դարը փոխվել է։ Մեդիան իրանց YouTube-ները, իրանց Facebook-ները, իրանց TikTok-ները, երկու հատ միկրոֆոն են դնում, երկու հատ կամերա, TV-ա կոչվում։ Դե գնացեք, լիցենզիա, վիշկայի փող, հեռուստատեսության հանձնաժողով, հարկեր, турքեր եւ այլն եւ այլն։ Դե գնա մեդիա պահի, դե ոնց էս պահելու։ Փոխվել է դարը, ժողովուրդ ջան, էս։ Զատույնի հայտարարությունը նաեւ հերթական ապացույցն է, եղբայրներ եւ քույրեր, որ Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակներ դեռ չեն հասկացել, որ Հայաստանը այլևս չի ապրում ոխերիմ, բարեկամի թույլտվությամբ։ Կառավարությունը ճիշտ է ասում։ Ասում է մենք խնդրեմ չունենք Ռուսաստանի հետ։
որոշ անդիմա դդմիկներ կան, այն մուշուվանցիները, բա Պուտինին ասում է չգնաց մի հատ ապտակեր, ասած էշ բաներ, լսում եմ, ասում եմ, արա, հորիցս 10 տարի մեծ է։ Ասեն հասուն մարդ է, թորան տեր մարդ է։ Արա, բա դու ոնց ես տենց բաներ, դու չես հասկանում, որ ոնց կարա մեկը իրան տենց բան, այդ ինչ է կերե, այդ կամ է որ դուք իշխանության էիք, հարգելի ընդդիմադդմիկներից ոմանք, այդքանի անգամ էիք ձեզ տենց պահել, այդ ոչ մի անաղարտ հարաբերություններ չեք ունեցել, որ չեք ցանկացել տենց բան, հա, հիմա անդիմություն եք, բա ինչի սենց չարեց, բա ինչին է, տեսել ենք ձեր արածը, էլի, տեսել ենք։ Մեկը Սերժ Սարգսյանը, բանի, ԵԱՏՄ-ի անդամ որ մտավ, Նազարբայևը ասեց առանց Ղարաբաղ եք մտնում ԵԱՏՄ, որովհետև ձեր միջազգային սահմանները բանա, սուսպս հա դա, конечно, որովհետև տենց էր, բա ասեիք մեր հողերն ա, իմ ծննդավայրն ա, բա ասեիք։ Կադրերը կա, մտեք գրեք Նուր Սուլտան, Աբաշեբան, Նազարբայև, Սերժ Սարգսյան դիալոգ в Կրեմլը, մի հատ գրեք YouTube-ում, հիմա գրեք, նայեք։ Ասում է, որ ԵԱՏՄ կազմում էին, այդ Պուտինը չասե, թե Պուտինն է ասե Նազարբայևին, որ ոնց որ ասած գցել է վրից, ասել է Նազարբայև ջան, մի հատ կասես, որ սահմաններով դուք ինչ սահմաններով եք մտնում բանի մեջ, ԵԱՏՄ անդամ դառնում։ Հիմա սահմանները բա խիա տենց, բա այդ սահմանով եք մտել ԵԱՏՄ, բա Ղարաբաղով մտնեիք։ Այսենց քանդինես երկիրը, մտավորականները, այդ մխկտացող երկիրը թալանող, բայց կենաց խմող այդ մտավորականները, Կիլիկիայի մասին երկող Կիլիկիայի գարեջրի շիշը ձեռը մտավորականները, այդպես քանդինես երկիրը, սվոլոչի, այս շոքին ես կոֆեն է տակ, հիմա, Հայաստանի իշխանությունները կարող են Ռուսաստանին դուր գալ, դուր չգալ, անտիրա, կարան Փաշինյանին սիրեն չսիրեն, կարան քննադատեն, մեդիայում բան, ամեն ինչ, բայց Հայաստանի ընտրությունների արդյունքները որոշել կարող է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր լեգիտիմ ընտրությամբ, ոչ պետդուման, ոչ ռուս փորձագետները, ոչ էլ կայսրական նոստալգիայով տառապող զառամյալ ծերունիները։ Վերջ։ Չնայած վերջինս էլի եմ ասում, հաստատ իրանց ֆավորիտը ունի, որովհետև Փաշինյան-Պուտին Կրեմլի հանդիպման այդ տեսանյութում Պուտինը բացեիբաց ասեց, որ իրանք ունեն ֆավորիտ։ Բացեիբաց ասեց, ազգանունը չտվեց, բայց հասկացավ, որ դոստուպ պիտի տակ, ազատ պիտի արձակեք, իրանք они тоже должны наравне участвовать в выборах։ Մարդը բառացիորեն ասեց։ Բայց այլ ինչ եք ուզում։ Ինչ եք էլ ուզում։ Ռուսաստանը իր լոբիստներով կարծես դեռ չի ցանկանում ընդունել մեկ ակնհայտ պարզ ճշմարտություն, որ իրենցից այսօր հերթով հեռանում են նույնիսկ այն երկրները, որոնք տարիներ շարունակ համարվել են նրանց ամենամոտ գործընկերները, նրանց ազդեցության գոտին։ Դա իլա պատմական փաստ է, Ռուսաստանից հեռանում են անգամ այն երկրներ, որոնք դարերով կապված են եղել, դարերով։ Ահա, Հայաստանը պարզա, Վրաստանը երկար տարիներ, Մոլդովան, Կենտրոնական Ասիայի երկրները, Ղազախստանը, որ Ղազախստանն է, էլի, Ղազախստանը սաղ Չինաստանի տակ է արդեն, ակնհայտ։ Լիտվա, Լատվիա, Էստոնիան էլ չեմ ասում, մերձբալթյան երկրները, Ուկրաինան, այդ դարերով իրար հետ ապրած են եղել, դարերով անգամ չեն էլ տարանջատել իրար, բայց եղբայրություն կոչվածը տեսեք ուր տարավ։ Հələ մենք հասկացանք, լավ, հայերը կամ բաները, լատիշները, բան շատ տարբեր են, կամ չգիտեմ ընդ էլով կա որ շատ տարբեր է, ասենք թուրքմենները, սովետի նախկին ժողովուրդները շատ տարբեր են, կտրուկ, բայց ղազախների պարագայում ամբողջ ես Նավասիբիրսկ եմ ծնվել, մեծացել, մեր մի քիչ այնքան գյուղ կար, կեսա ղազախ էր ապրում, չէին է տարբերում իրարից, այդ թաթարական մնացորդներն է, էլի, որ Ռուսաստանում եղել է, դարերով է եղել, 300 տարի Կազանի ամրոցը Իվանահեղը գրավեց, մինչև այդ թաթարների լծի տակ էին։ Ուկրաինացիները ընդհանրապես չէին տարանջատվում
ով ով է, ով բարեկամն է եւ այլն եւ այլն։ Բայց տեսեք ուր հասցրեց իրանց եղբայրությունը։ Որովհետեւ սա դավադրություն չի, ոնց որ ռուսական մեդիայում ուզում են ներկայացնեն։ Ամերիկան է անում, ամերիկան որ մեկն է ամերիկան անում։ Ամերիկան կարող է լիքը բան ֆինանսավորում է, ազատ մեդիա, չգիտեմ, տարբեր ուղղությունների ֆինանսավորում է, ամերիկան էլ իր խաղերն է խաղում, բա չէ, բայց աշխարհով մեկ է տենց։ Բանը, մեծ խաղ է սա։ Մեծ խաղ է, որ մենք չենք էլ հասկանա ինչա կատարվում։ Բայց մեծ հաշվով է դու տենց լավն ես, սիրում ես, քո դարավոր հարևաններին տեղ ես տալիս, ճանապարհ ես տալիս, բան ես տա, քեզից փախտում են, շիզոֆրենիկ են, հա? Գժվել են, բոլորը գժվել են։ Հակառակը տեսնում են, աղբեջան խեղդում ես, սպանում ես, եղբայր, սպանում ես, աղբեջան, ասում, տվիր սպանիր։ Էսի ոնց կլինի այս բան։ Մյուսը տեսնում է, այնտեղ 100 տարի ապրում են, բժշկություն են, նորմալ տալի, երեխեքը ապագա ունեն, կրթություն ունեն, ոչ մի չարը տանեմներ չի գալի բիզնեսը ձեռից հետ խլում, Մալինովի կոստյումով ավտոմատը գրպանը դրած, ոչ մեկ յաշիկներով, ջիվագներով չի գա մտնի բիզնեսից մեջ ասի, այսօրվանից այս խաղի կանոններով եք։ Այդ աշխարհի բանն է տենց, դրա համար էլ գնում են բոլորը դեպի արևմուտք։ Գնում են տեսնում են նիստուկացը որն է, այո, իրանց բոլոր բաց թողումներով, իրանց այլանդակություններով, ոչ ոք չի իդեալականացնում։ Բայց մեկն ու մեկը, հեսա Լոս Անջելեսի հարգելի հայեր, 1000 տարի ապրում եք, մեկը թո զանգի եթեր ասի, սաղ կյանքս արեցի, դրեցի, մի հատ են դեմոկրատների Բայդենի աղբոր տղեն եկավ, ասեց հələ մի հատ սենց արան, նենց արա, կամ չգիտեմ Արնոլդ Շվարցնեգերի աղջիկը եկավ փայ մտավ։ Տենց բան կարաս պատկերացնել, ցնդվելու բան է։ Բայց մեզ մոտ մեր գործընկերների մեջ մարդիկ կանես բաներ են պատմում, չեղած մազերս թափում է։ Մեր գործընկերների մեջ անունները չեմ ուզում ուղակի տամ, հարգանք ու պատիվ։ Էլ ախպերների ձեռից ինչեր են արել, անարդարությունից ոնց են փախել այդ մարդիկ։ Այնց պատմություններ, նստում ենք ելնում ենք իրանց տուն եմ գնում գալիս եմ, ասում եթե 5%-ը պատմել է, այն 95-ը չի պատմել, արդեն գժվելու բան է, որ մարդ հավաքվի, թողնի փախնի։ Հիմա այս ճանապարհն այլի որտեղում։ Ես ասել եմ, կամ մենք ազատ կապրենք, կամ ես չունեմ էլ ստե ապրելու բան։ Բացարձակ, ես չեմ կարող 3 անգամ կյանքը 0-ից սկսեմ։ Ես մարտիկ այն օրը բան կա Facebook-յան օկտատեր կա, Մարիա մեր օկտատերից ամեն դեպքում հարգանք պատիվ, այս եթերիցս մի հատված կտրելա, գցելա Facebook, որտեղ ասում են, որ ես այս երկրի մարտիկն եմ, ես այս երկրի ջատագովն եմ, միջազգային սահմանների մարտիկն ու պաշտպանն եմ, բան, հայտա բա տենց է, բա բռնել եմ գիրք եմ գրել, վաղը մյուս օր դեմս են դնելու։ Կասեն արա, այս ինչեր ես գրել վերջին տողը, հեսա կարդալու եմ։ Վերջին տողը էս բա դու չես գրել, եղբայր Ռաֆայել Մնացականյան, այս դու չես գրել, բա այս ինչ հաշիվ է։ Վերջին կկարդամ անպայման։ Բա քո խոսքերից հետ կանգնելը ո՞րն է։ Մինչև վերջ, մինչև ազատություն ճիշտ ուղու վրա։ Բոլորի հետ հանգիստ, ոչ մեկին պետք չի թշնամի համարել։ Հիմա տես Ռուսաստանը ասենց այլանդակ բաներ անում։ Մենք այդքան չկանք, որ Ռուսաստանին թշնամի համարենք, բայց մենք մեր ճանապարհը պիտի ընտրենք, որ գազը վինտիլը փակի, երկիրը ցրտից չսատկի, որ չասի կոնյակիտ մեջ ոնց որ թե բանենք, ջերմուկիտ մեջ մկնդեղ ենք, թե հենց 200 կամ 300 միլիոն շիշը ջարդուփշուր արա։ 20 միլիոն, լավ, հիմա թիվ եմ կրակում կարող է, բայց միլիոններով տարան։ Ամառը մեկ է, վայ, Լարսում ինչ որ խնդիր ա եղել, բանա, ծիրանը նեխես թափավ սա ավտոբուս այդ ֆուրերով տանում են, այդ ծիրանն էլ գիտեք, 2 օր ճանապարհին գտա, սա կփչանա ջեմա դառնում այդ հասած ծիրանը մեր։ Ու սենց անդադար, պոկեն, ինչքան կարելի է։ Հակառակը դիվերսիֆիկացիա կոչվում է։ Ազատ, առևտուր, բոլորի հետ սաղի ցավն է տանեմ։ Այնա մա անունները չեմ ուզում տամ, այստեղ խանութ է։ Թուրքական լոլիկ, վարունգ, կանաչ, ինչ ասես, ապելսին, մանդարին, սա թուրքական է։ Բույրում գրած է, բույրում։ Դա, լսեմ երևի ձեզ, շատ խոսացի։ Ով է միացել, վարև ձեզ։ Հելո։ Այո։ Ալո։ Վարև ձեզ, լսում եմ ձեզ։
Բարև ձեզ, Սարգիսն Ռաֆայել ջան, ես կուզեի մի հատ բան ասել։ Այո, ասեք։ Ես հերթական անգամ համոզվում եմ այն խոսքերի իսկության մեջ, որ ասում են Աստված բրգիր մեզ ընկերներից ճշնամիների հարցերը մենք ինքներս կլուծենք, հա։ Երևի հենց Զատուլինի պատմությունը հենց էս է, էլի, որ Աստված մեզի բրգի ընկերներից, էլի, որտեղ ընկերը արած բանը երևի շատ ավելի դաժանակ հանց որ գիտես ինչ-որ մեկը թշնամի է, էլի։ Դե Հայաստանի քաղաքականությունն էլ Ռուսաստանի իմ կարծիքով անենց տարվում, որ հետել է էլի համապատասխան խոսք կա, տենց ասում է պահիր ընկերներից քեզ մոտիկ, այս թշնամիների պահի քեզ ավելի մոտիկ, էլի։ Գոնե տենց իմանանք իրանք ինչ են ուզում մեր դեմ անեն, էլի, ասենք ոչ թե հետները թարցվեն, ճիշտ եք ասում դուք։ Մեկ էլ մի բան էլ էի ուզում ասեի, ճիշտն ասած հայկական համացանցում մի հատ խումբ մարդկանց խումբ կա, որոնք ըստ իրանց բաների իբր թե Փաշինյանի պաշտպանն են, բայց շատ մեծ կասկածներ ունեն, որ իրանք Փաշինյանի պաշտպան են, իրանք գրածներով այտենց է դուրս գալի, բայց հիմնականում իրանք այնց բան են ստեղծում, ասենք ավելի շատ սկսում են վիրավորել բան, որ հակառակողմը ասի, էս չի Փաշինյանի պաշտպանները։ Երևի հասկացաք ինչն է կապի ունեմ, իրանք անդրամաբանական բաներ են ասում, շատ չգիտեմ, վիրավորական բան էլի սենց։ Ես նկատել եմ իրանք ներկայացնում են թե պաշտպանում են Փաշինյանին, բայց ընդհանրապես ես կասկածում եմ, որ իրանք ընդհանրապես Փաշինյանին պաշտպանում են, այլ հակառակ իրանք եթե անում են, որ բան լինի, էլի, ասեն, նայեք, sense մարդիկ են պաշտպանում Փաշինյանին։ Ես նկատել եմ, գնում են ինչ-որ մի խուլ, չգիտեմ որտեղից մի հատ առանց ատամ, առանց լվա, առանց սանրվել մեկին գտնում են, ասում են, այո, ես Փաշինյանին եմ ընտրելու, օրինակ, այդ կնոջը նկարում են կամ տղամարդուն, ու ասում են, ահա, տեսեք, այնպիսի տպավորություն, որ մի հատ նորմալ մարդ իբր չի գնա, չի ընտրի։ Դա հակագովազդը, էլի գովազդա տրամաբանության մեջ, էլի, նույն բանը իրանք են անում, վարկաբեկը։ Ու ես համել խոսքի ու շատ կան ֆեյքեր են, ասենք, ես որտեղ իմ հետ էլ անձամբ եղել, ես մի քանի բան ասենք միշտ էլ կարելի է թե Փաշինյանին քննադատել, թե մյուսներին էլ ամեն սաղին է կարելի է էլի քննադատել առանց վիրավորանքի, առանց բանի։ Բայց իրանք ասենք իրանք իբր թե իրանք պաշտպան են, բայց ունեն անդրամաբանական բաներ են ասում, էլի, ասենք արգումենտներ են բերում, որ սկսում է շատ խիստ կասկածել, էլի, որ ասենք ես սրանք ասենք ինչ-որ իրոք պաշտպանում են Փաշինյանին, այլ հակառակ ինչ-որ ուզում են մի բան ստեղծել, որ ասենք նայեք, ասենք Փաշինյանի պաշտպանները այսպես մարդիկ են, էլի, որ իրանք ոչ ուղեղ ունեն, բան ունեն, ոչ բան, էլի։ Այդ է ուզում ասել Ռաֆայել ջան, ձեզ լավ եմ մաղթում, շնորհակալ եմ Սարգիս։ Ակելի հանգստյան օրեր։ Ձեզ էլ հարգելի Սարգիս, լավ եղեք, շնորհակալ եմ զանգի համար։ Այո, ես էլ ճամպրուկային տրամադրություն է, էլի, ինձ մոտ ու այս վերջին ինչքան մոտենում ենք ավելի գույները խտանում է ու մի խոսքով։ Լավ, ամփոփելով մտորումներս եւ ամփոփելով եթերը, հարգելի բարեկամներ, 55 րոպե, հա, քանի րոպե ազրուցում ենք, 55 րոպե։ Միտքս այնտեղ վերջացավ, որ բարեկամը, տես ոնց է, դարերով իրար հետ ապրում են, բայց բոլորը փախան։ Եվ սա դավադրություն չի, սա բան չի, խայծ չի, ոնց որ ռուսական մեդիան փորձում է ներկայացնել։ Երբ քեզանից հեռանում են նույնիսկ նախկին գործընկերները, նախկին բարեկամները, գուցե արժե ոչ թե բոլորին մեղադրել, այլ մեկ անգամ հայլու մեջ նայել ու հասկանալ։ Если все вокруг не те, поищи в себе։ Դա ռուսական խոսք է։ Եթե 4 բոլորը փախնում են քեզնից, բան, ուրեմն հաստատ մի բան քո մեջ է, եղբայր։ Եթե պետությունները հերթով լքում են, թեքվում են արևմուտք, նշանակում է նրանք այնտեղ տեսնում են ավելի անվտանգ, ավելի կախատեսելի, ավելի արժանապատիվ, ավելի հարմար, ավելի բարեկեցիկ միջավայր։ Այդ բարձ բան է։ Իսկ դա արդեն թե ոնց է, ինչ է, դա արդեն ուրիշ պատմություն է։ Ոչ թե ուրիշներին պետք է մեղադրել, այլ հենց դու ինքդ պիտի քո մեջ նայես։ Матрակը ձերքի դարերով լյուբիցանո տանգը բերում անու լյուբից здесь всё էսա матрակով տանգով Ռուսաստանում չի այդ կարգախոսը бьёт значит любит դու պատկերացնում ես ֆրանսիացին տենց բան ասի бьёт значит любит դու այդ ցնդվելու բանը Ստալինն է այդ ասած Ստալինից է սկսել ովքեր չգիտեն бьёт значит любит խփում է որովհետև սիրում է, չնայած մենք էլ տենց այլանդակ բան ունենք, ասում ով
մայրական ծեծից չիլացե նա որբ է մեծած։ Դե չփխեն անպայման։ Չի կարա բացատրի դոտ գլուխ մի արա տենց, բայց չէ՞ մի հատ վզիտ տա անպայման։ Հասկացանք, լավ, այն հիմա էլ այն ժամանակ ինչ ասես արել են, հասկացանք, լավ, հիմա էլ հո կարող ենք շտկվել, հիմա էլ հո կարող ենք մի քիչ այս բաց աշխարհից օգտվել։ Երբ օտար երկրի քաղաքական գործիչը սկսում է կասկածի տակ դնել քո պետության ապագա ընտրությունների լեգիտիմությունը, դա արդեն ոչ թե վերլուծություն է, այլ դա միջամտություն է քաղաքական ակնարկներով, պատվերով վերևից։ Իսկ նման ակնարկները հատկապես ծիծաղելի են հնչում մի համակարգից, որտեղ ընտրությունների ելքը հաճախ քվեարկությունից առաջ արդեն հայտնի է լինում։ Անեկդոտներ են պատմում իրար ռուսական ընտրությունների մասին։ Եվ Զատուլինի խոսքերը պետք է ընկալել ոչ թե որպես Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին կարծիք, այլ որպես հին աշխարհքաղաքական մտածողության վերջին ջղաձգում անցնելու է։ Մենք տեսնելու ենք դա։ Մենք տեսնելու ենք ոնց է կայսրությունը քանդվում։ Իհարկե, դա եւս շատ վտանգավոր բան է։ Շատ վտանգավոր։ Ես պապիկիս հետ եմ հաճախ բանավիճում այս թեմայի շուրջ, ասեմ պապի, կայսրությունը քանդվելու է, ինքը բան է, շատ։ Այդ երկիրը բան, որտեղ սա կյանքն դե ապրեն, դե մարդարը եւ բան sense ինքը sense ուրիշ ձև է անցալում այդ ամեն ինչը։ Ավակ սերունդ է բան։ Ասում եմ այս դարում այդ մոտեցումները, այս ամեն ինչը բաց ինտերնետը, լրատվականները, մեդիաները, ասեմ դու պատկերացնում ես քո պատկերացումով, ասենք ես որպես խոսքի ազատության մարտիկ ու ողջ կյանքս արտահայտվելու համար պայքարած մարդ, այսինքն առաջինը ես պիտի զոհ գնայի, եթե ձեր տրամաբանությամբ ընթանանք։ Առաջինը ես պիտի զոհ գնայի, որովհետև պատկերացա մի անգամից ասում առաջ ոնց էր նստում էինք ժամը 9-ին, մի հատ ալիք էր վրեմյա էինք նայում բալես։ Անպայման էդի, ասում ու ինչ էիք դուք նայում այդ վրեմյայով, ինչ էին ցույց տալի այդ վրեմյայով։ Сегодня комсомолка, если մի հատ կով էին բերում, չէ, կթել է 60,000 լիտր կատ այդ մի կովից։ Ապրեն, մեդալը կախում, Բրեժնևին մինչև ամորձիները, մեդալները կախած, այդ չէին, ինչ էին ցույց տալի։ Մի հատ ցույց կտային, որ Պրագայում տանգերով հելան մարդկանց լղջեցին։ Ցույց կտային Հունգարիայի Բուդապեշտի դեպքերը, ցույց կտային։ Ինչը ցույց կտային։ Գերմանիայի պատը, որ ավտոմատներով մարդկանց մաղում էին, որ ուզում էր այդար մորը հասներ, տատուն հասներ, կնգան հասներ, որ մաղում, այդ ցույց կտային, ցույց չէին տա, ոչ մի բան ցույց չէին տա։ Կամսամոլ, հեսա։ Եվ վերջում, եւ որքան էլ դա ցավոտ լինի, որոշ ռուսական գործիչների համար Հայաստանի քաղաքացին իր ձայնով որոշելու է ազատությունը, որովհետև ես չեմ հավատա, որ ողջ կյանքում 3000 տարի ազատության համար պայքարած ու մեծ հաշվով ազատության համար ցեղասպանված ազգը կգնա ու ստրկությունը կընտրի։ Ես չեմ հավատում դրան։